Մելքիսեդեկը ուղիղ կապվում է նաև էպոսի մի այլ տվյալի հետ։ Երբ որ նա օրհնում է Աբրահամին, ըստ 5 կտակարանի, Աստծո բարձրյալ քուրմ Մելքիսեդեկը հանում է հաց եւ գինի։ Այդ զուգահեռը մենք տեսնում ենք նաև էպոսում իդեմը զոհաբերության այն բանաձևի, որ օգտագործում են էպոսի հերոսները, երբ որ ասում են մարտից առաջ ասում են հացն ու գինին տեր կենդանին։ Այսպիսով այս զուգահեռը եւս ապացուցում է, որ հիկսոսները անմիջական կապ ունեն, էթնիկապես կապ ունեն հայերի հետ։ Հիկսոսների եւ հայերի կապի վերաբերյալ առաջին անգամ տեսակետ է հայտնել Միղթարյան միաբանության անդամ Ավգերը, դեռևս 20-րդ դարի սկզբին, ասելով, որ հիքը կարելի է նաև կարդալ հայք եւ բերելով մի փաստ, որ 5 կտակարանում հիշատակվում են երկու քաղաքներ այ անունով։ Երկրորդ անգամ հիկսոսների եւ հայերի կապին անդրադարձել է Սուրեն Այվազյանը, համեմատելով հիկսոսյան հիան թագավորի եւ հայերեն հիանալի, սքանչալի եւ այլ բառեր այդ արմատի միջև կապը։ Այժմ մենք կարող ենք այդ փաստերի շարքը ավելի լայնացնել, ավելի ընդլայնել ելնելով նորագույն փաստերից։ Հիկսոսների վերաբերյալ Մանեթոնի հաղորդած տվյալներից կարևորվում է այն փաստը, որ հիկսոսների արքա Հիանը, որ իսկապես մեկնաբանվում է միայն հայերեն Հիան, սքանչելի, գեղեցիկ բառով, նաև կրել է Նեֆերա անունը, եգիպտական անունը, որը բառացի նշանակում է արևի Աստծո միակ սիրելի եւ գեղեցիկ։ Այսինքն այդ գեղեցիկ բառով էլ նա կապվում է Հիան բառի հետ։ Եվ որքան էլ զարմանալի թվա, Հիան փարավոնը միաժամանակ կրել է Այ անունը, որը անմիջապես կապվում է մեր հայերի հայ ինքնանվան հետ։ Այս Հիան փարավոնը իր տիրապետության ժամանակ կատարում է տոմարի բարեփոխումներ։ Եվ երբ որ մենք ծանոթանում ենք եգիպտական տոմարին, մենք տեսնում ենք, որ այնտեղ եւս գոյություն ունի 1460-ամյա պարբերաշրջանը, որը կա նաև հայկական օրացույցում, եւ մենք կոչում ենք հայկյան շրջան։ Եգիպտոսում անվանվում է Սոտիսի շրջան։ Մենք անմիջական կապ ենք տեսնում նաև եգիպտական ամսանունների եւ հայոց ամսանունների եւ բառարմատների հետ։ Այսպես եգիպտական ամսանուններից մեկը կոչվում է Ատիր, որը անմիջապես կապվում է հայերեն Տիր դիցանվան հետ։ Մեհիր, մենք ունենք Մեհեկան, Մեհյան եւ այլ բառերի հետ։ Խոյակ, Խոյ արմատն է։ Այժմ անդրադառնանք նորից հիկսոսների էթնիկ պատկանելիության մի վարկածի, մի տեսակետի, որը ինչպես նշեցինք, կապվում է Հովսեփիոս Փլավիոսի հետ։ Հովսեփիոս Փլավիոսը, երբ որ ասում էր, թե հիկսոս բառացի նշանակում է ոչ թե արքա, այլ գերի, նա նաև նշում էր, որ իրենց նախնիները 400 տարի Եգիպտոսում եղել են գերության մեջ։ Միևնույն ժամանակ հրեական 4 նահապետների կյանքի տևողությունը Աբրահամից մինչև Հովսեփ մոտավորապես 250 տարի, այսինքն այնքան, ինչքան որ ըստ Մանեթոնի Եգիպտոսում կառավարել են հիկսոսյան առաջին 6 փարավոնները։ Կատարելով այս քայլը Հովսեփիոս Փլավիոսը նպատակ ուներ եւ փաստորեն բառացի ասում էր, որ հիկսոսները դա իրենց նախնիներն են, քանի որ իրենց նախնիները գերի են եղել Եգիպտոսում եւ ըստ նրա տեսակետի հիկսոս բառացի նշանակում է գերի հովիվներ։ Հովսեփիոս Փլավիոսը այս տեսակետը անշուշտ տեսակետի համար աղբյուր է ծառայել 5 կտակարանը, որտեղ նույն Փլավիոսը գրում է, որ
Քանի որ հույնները մեր պատմությունը այնքան են կեղծել, որ հնարավոր չէ վերականգնել, ստիպված ինքը իրենց պատմությունը գրում է ըստ հին կտակարանի։ Ինչ կա հին կտակարանում հիքսոսների վերաբերյալ։ Բառացի հիքսոս բառը այնտեղ չի հիշատակվում, բացի Մելքիսեդեկ կանոնից, ինչպես նշեցինք, սակայն դեպքերը կապված Աբրահամի հետ, մենք տեսնում ենք, որ անմիջական կապ ունեն հիքսոսների հետ։ Ըստ դասական ժամանակագրության դա նշում են նաև խորենացին, Աբրահամը Արամ թագավորի ժամանակակիցն է, այսինքն Աբրահամի հետ կապված դեպքերը տեղի են ունենել նույն այն ժամանակ, երբ հիքսոսները արշավել են Եգիպտոս։ Նշենք նաև, որ ժամանակակից պաշտոնական գիտությունն ասում է, որ Աբրահամ պատմական անձ գոյություն չի ունեցել, դա դիցական, առասպելական մի երևույթ է, առասպելականացված անձ է։ Ըստ հին կտակարանի Աբրահամը գալիս է Խառան, 70-ամյա Աբրահամը, ապա այնտեղից գնում Պաղեստին և Եգիպտոս։ Այսօր թե ժամանակագրորեն և թե իր անցած ճանապարհով Աբրահամը կրկնում է հիքսոսների անցած ճանապարհը։ Ինչու է Աբրահամը գալիս Խառան, որովհետև Խառան այն ստրատեգիական կետն էր, որտեղից հիքսոսները պատմական Հայաստանի տարածքից պետք է մտնեին Պաղեստին և վերացնեին Շամշի Ադադի ստեղծած անջրպետը Հայաստանի և Եգիպտոսի միջև։ Հետևաբար մտածված Աբրահամը բերվում է Խառան և նա Խառանից է գնում Պաղեստին և ապա Եգիպտոս։ Այսպիսով հիքսոսների վերաբերյալ պատմությունը քողածածկված տեսքով մենք տեսնում ենք Աբրահամի պատմության մեջ։ Այսպիսով բերված փաստերը վկայում են, որ հիքսոսները դա հին պետականություն և ազգային ավանդույթներ ունեցող հայ ժողովրդի կազմակերպված գործողություններ ուղղված Շամշի Ադադի բռնապետության, որը անջրպետել էր Եգիպտոսը և Շումերը Հայաստանից, առավել ևս 17-18-րդ դարում Առաջավոր Ասիայում չկար մի այլ այնպիսի ուժ, որը կարողանար կազմակերպել այդ հզոր արշավանքը իդեմս հիքսոսների և կասիտների։ Եվ դա կարող էին կազմակերպել միայն Հայաստանի բնիկները, պատմական Հայաստանի բնիկները, նրանք, ովքեր առաջի ծորեն ցանողն էին, առաջի երկաթ ձուլողը, առաջի ձի վարժեցնողը։